Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Այն ժամում Հիսուսը հոգով ցնծաց, Ղուկաս 10:21։ Մեր Փրկիչը վշտերի և ցավերի մարդ էր, Եսայի 53:3։ Սակայն յուրաքանչյուր մեկը, որ խորաթափանց միտք ունի, շուտով կարող է հայտնաբերել, որ իր հոգու խորքում նա երկնային կատարյալ ուրախության անսպառ աղբյուր ուներ։ Մարդկային պատմության մեջ երբեք չի եղել մեկը, ով ավելի խորը, մաքուր և հարատև ուրախություն ունենար, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա օծված էր ուրախության յուղով ավելի, քան իր ընկերները, Սաղմոս 45:7։ Նրա անսահման բարերարությունը պետք է որ մեծագույն ցնծության պատճառ լիներ, որովհետև բարերարությունն ինքնին ուրախություն է։ Ինչևէ, քիչ էին այն ուշագրավ առիթները, երբ այս ուրախությունը հայտնի դրսևորվել է։ Այն ժամում Հիսուսը հոգով ցնծաց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, Հայր, Տեր երկնքի և երկրի», Ղուկաս 10:21։ Քրիստոսն իր երգերն ուներ, թեև նրա համար գիշեր էր, թեև նրա տեսքը խաթարված էր, իսկ կերպարանքը կորցրել էր իր երկրավոր վայելչության շուքը, այնուամենայնիվ, երբ նա խորհում էր հատուցման և պարգևատրման մասին, նրա երեսը ժամանակ առ ժամանակ լուսավառվում էր գոհունակության անզուգական փայլատակումով, և նա գոհանում ու փառաբանում էր Տիրոջը շատ ժողովրդի մեջ, Սաղմոս 35:18։ Սրանում Տեր Հիսուսն օրհնյալ օրինակ է իր եկեղեցու համար։ Ներկայումս եկեղեցին իր Տիրոջն ապավինելով քայլում է փշոտ ճանապարհով, փորձելով բազում նեղությունները հաղթահարելով հասնել պսակին։ Խաչ կրելը նրա պաշտոնն է, իսկ իր մոր որդիների համար օտար ու անճանաչ լինելը, Սաղմոս 69:8, իր բաժինը։ Եվ այդուհանդերձ եկեղեցին ուրախության խոր աղբյուր ունի, որից ոչ ոք չի կարող խմել, բացի իր զավակներից։ Երուսաղեմում ցորենի, գինու և յուղի առատ պաշարներ կան, որոնցով հավերժ պահպանվում և սնվում են Աստծո սրբերը։ Երբեմն էլ ինչպես Փրկչի դեպքում, մենք բուռն ցնծության պահեր ենք ապրում, գետն իր առուներով ուրախացնում է մեր Աստծո քաղաքը, Սաղմոս 46:4։ Թեև մենք կարող ենք աքսորված լինել, սակայն ցնծում ենք մեր Թագավորով։ Այո, նրանով ենք մենք ուրախանում և նրա անունով դրոշակ բարձրացնում։